Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է Թուֆեկյան բարեգործական հիմնադրամի նորանշանակ տնօրեն Հուսիկ Սարգսյանին։ Քննարկվել են հիմնադրամի կողմից մարզում իրականացվող ծրագրերը, մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ուղղված հնարավոր նոր նախաձեռնությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԵԿՍ բնակեցման ծրագրին։ Թուֆեկյան բարեգործական հիմնադրամի տնօրենի խոսքով 10 առանձնատներն արդեն պատրաստ են, մյուսների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մենք աշխատում ենք նաև շահառուների հետ, որոնց մոտ մի 60-70%-ը արդեն դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ սերտիֆիկատների ծրագրից օգտվելու համար, որպեսզի կարողանա ձեռք բերի այդ կառուցված տները, ինչպես նաև այն պակասող մասում, որտեղ չունենք շահառուներ, այդ մասով ենք շարունակում աշխատել արցախցիների հետ, որպեսզի կարողանանք այդ տներն լրացնել։ Հիմնադրամը նախատեսում է նորոգել Սվարանցի համայնքային կենտրոնն ու բուժկետը։ Մեր համար Սյունիքը ընդհանրապես կարևոր ռազմավարական ուղղություն է հիմնադրամի համար, ու այս առումով մենք կարող ենք նաև չբավարարվենք Սվարանցում աշխատելով, այլ ավելի ծավալվենք տարբեր գյուղեր։ Այնուհետև աշխատանքային քննարկումները շարունակվեցին Սվարանցում։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, հիմնադրամի տնօրեն Հուսիկ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի ու հիմնադրամի ներկայացուցիչները շրջեցին բնակավայրում, ծանոթացան կառուցված առանձնատների պայմաններին, զրուցեցին բնակիչների հետ։ Նշենք, որ Սյունիքի մարզպետի աշխատակազմը նույնպես իր ներդրումն է ունեցել ԵԿՍ ծրագրում, մասնավորապես աջակցել է թաղամաստանող ճանապարհի կառուցման հողային ու խճապատման աշխատանքներին։ Սյունիքի մարզում կատնամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկում Էլոլա Փակbaşnet իրական ընկերությունում Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Ղազարյանը, մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արան Հապետյանը ծանոթացել են արտադրական գործընթացին, ընկերության աշխատանքի արդյունքներին, գրանցված հաջողություններին, որոնց մեջ դեր ունեն նաեւ ոլորտի պետական օժանդակության ծրագրերը։ Գորիսում շարունակելով աշխատանքային այցը Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը հյուրընկալվեցին համագործակցության կամար հասարակական կազմակերպության բարեգործական ճաշարանում։ Ծանոթանալով իրականացվող աշխատանքներին հյուրերը նաև հետաքրքրվել են խնդիրներով, զրուցել շահառուների հետ, քննարկել միջազգային գործընկերության շրջանակում կատարվող բարելավման ընթացակարգերը։ Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը ընդունել են Եվրոպական միության մարդասիրական կազմակերպության Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ ՄԱԿ-ի փախստականների գործակալության ներկայացուցիչներին։ Քննարկվել են Հայաստանում համայնքների դիմակայունության եւ աղետների պատրաստվածության կարողությունների հզորացում, համատեղ իրականացվող ծրագրի ընթացքը, արդյունավետությունը, շարունակելիությունն ու ներգրավվածության շրջանակը։ Երկուստեք շեշտվել է ծրագրի դերը Սյունիքի մարզի համայնքներում աղետների ռիսկերի նվազեցման, բնակչության իրազեկման բարձրացման գործում։ Նախաձեռնությունը միտված է նաեւ արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը եւ կայուն զարգացման ապահովմանը։ Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը կարևորել է սերտ համագործակցությունը, մարզի դիմակայունության եւ այդ համատեքստում փորձի փոխանակումը, մասնագիտական կարողությունների բարձրացումը։ Սյունիքի մարզպետի աշխատակազմը կարևորում է ոչ միայն այն նյութական աջակցությունը, որը տրամադրվել է, մեզ համար շատ կարևոր է նաեւ մեր փորձառությունների ավելացումը, մեր կարողությունների բարձրացումը եւ այդ համատեքստում կարծում եմ իրականում մենք լուրջ առաջընթաց ունենք եւ ինչու՞ չէ նաեւ շնորհակալ եմ ձեր կառույցին մեր այդ հարաբերություններում պահելու այն գործընկերային մթնոլորտը, որը բերել է հասել է նրան, որ մենք այսօր արդեն քննարկում ենք դիմադրողականության բարձրացման ուղղված ծրագրերը։ Արդեն մի քանի օր է ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունները, որոնց կազմում պետական, հասարակական ու մշակույթի գործիչներ են Սյունիքում։ Այս տարի Մեղրին ճանաչվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Մինչև նոյեմբեր բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված։ Հանդիսության գլխավոր միջոցառումը Ագարակի մշակույթի կենտրոնում էր։ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Անատոլի Իքսխանովը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին հանձնեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի
հավաստագիրը։ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխնախարար Դանիել Դանելյանը կարևորում է Մեղրին ԱՊՀ երկրների 2026 թվականի մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումը։ Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունել ձեզ մեր հինավուրց եւ հյուրընկալ երկրում եւ հույս հայտնել, որ այսօր դուք հնարավորություն ունեցաք ծանոթանալ Հայաստանի հարավային դարպասը համարվող Մեղրիին ու Սյունյաց աշխարհին եւ հիանալ նրա զարմանահրաշ բնությամբ եւ հյուրընկալ բնակիչներով։ 2024 թվականին հոկտեմբերի 8-ին ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ Մեղրին հայտարարվեց ԱՊՀ երկրների 26 թվականի մշակութային մայրաքաղաք։ Այս որոշումը անչափ պարտավորեցնող է մեզ համար։ Այն ոչ միայն հերթական հնարավորություն է ներկայացնելու հայկական մշակույթը, այլև խթանելու Մեղրիի քաղաքի եւ մարզի ենթակառուցվածքների զարգացումը։ Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը ողջունելով ներկաներին համոզմունք հայտնեց, որ Մեղրիի նման կարգավիճակ տալը միանգամայն արդարացված է։ Մեղրին հարուստ պատմություն ունեցող մշակութային ուրույն խաչմերուկ է, որը եղել է ու կա կապով օղակ տարածաշրջանի մշակույթների ու ժողովուրդների միջև։ Այս որոշումը փաստում է մի բան. մշակույթը շարունակում է մնալ վստահության և համագործակցության կարևոր հարթակ։ Իսկ մշակույթի լեզվով մենք Սյունիքում վերահաստատում ենք խաղաղ, արարող և ստեղծագործ ապրելու մեր կամքը։ Ձեզ բոլորիդ շատ սիրում ենք։ Ծրագրի հանդիսավոր բացումը եզրափակվեց Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի ելույթով։ Ի դեպ, շատ շուտով Սյունիքի ևս մեկ քաղաք ԱՊՀ խորհրդանշական մայրաքաղաքի կարգավիճակ կստանա։ Մարզկենտրոն Կապանը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել։ Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը դիտարկել է կառավարություն համայնք համաներդրմամբ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով Կապանում այս պահին իրականացվող Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 19 բազմաբնակարան շենք տանող ճանապարհի եւ շենքի բակի վերակառուցման ու ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 28 միլիոն դրամ, որում կառավարության մասնաբաժինը 55% է։ Այս պահին իրականացվել է աշխատանքների 95%-ը։ Վերակառուցվում ու ասֆալտապատվում են նաեւ Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 10, 15, 18 բազմաբնակարան շենքեր տանող ճանապարհներն ու շենքերի բակերը։ Սուբվենցիոն այս ծրագրով իրականացվել է աշխատանքների 65%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 63 միլիոն 600 հազար դրամ է։ Այստեղ նույնպես կառավարության մասնաբաժինը 55% է։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը բազմիցս հայտարարել է, որ խիստ է լինելու իրականացվող սուբվենցիոն ծրագրերի որակի եւ արդյունքների հանդեպ։ Ոչ մի ծրագիր ավարտված չի համարվելու եւ շահագործման չի ընդունվելու, եթե անգամ աննշան թերություններ լինեն։ Դրանք անպայման պետք է շտկվեն։ Սուբվենցիայի ընդունող կողմն էլ ես եմ ամենաշատ փող տվողն էլ պետությունն է, ժողովուրդը։ Մենք սա չենք, հենց այն գլխից ձեզ ասում, սա չեմ անում։ Ճիշտ սա անցուլատրել է։ 60 տարի մեկ ասալ չենք իմանում ինչ բանում։ Պիոներ ենք այն վաղ, բերանարը սուտ մոտ էտա պրծավ։ 60 քանի տարեկան է։ Սուտ մոտը ո՞րն է։ Ագարակցի Սլավիկ Բոլյանն է հիշում իրենց թաղամասի ճանապարհների առաջին ասֆալտապատման աշխատանքներն ու շարունակում։ Դասերից հետո գալիս հարցեր էին տալիս ճանապարհաշինարարներին։ Տարիներ անց ինքը նորից ականատես է սուբվենցիոն ծրագրով 2025 դեկտեմբերից իրականացվող Ագարակ քաղաքի Թումանյան Իսահակյան Կոմիտատ շինարարներ Տերյան Ալավերդյան եւ Լեռնագործների փողոցների ճանապարհային ենթակառուցվածքների նորոգման աշխատանքների։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 527 միլիոն 902 հազար դրամ է, որի 55%-ը հատկացնում է կառավարությունը։ Աշխատանքները կատարում է Մեղրու ճանշին ընկերությունը։ Շինարարական աշխատանքների պատասխանատու Վարդան Հովհաննիսյանը մեր նկարանող խմբին ու բնակիչներին ներկայացնում է աշխատանքների ընթացքը։ Մոտ 3 կիլոմետրից ավել տարածքա տրված փողոցներն է, գլխավոր ճանապարհից Ագարակի աջ եւ ձախ կողմերում փողոցները բոլորը պետք է ասֆալտբետոնով ծածկենք, կառուցենք նոր մայթեր, բոլոր դիտահորերը նշեն, որ փոխվում է, շատ անբարո վիճակում ա եղել, հիմա նոր
դիտահորեր ենք տեղադրում, նոր սալերով, բոլոր աշխատանքները, խողովակաշարով, բոլորը ամեն ինչը նոր ենք տեղադրում։ Իսահակյան փողոցի բնակիչները ամեն օր հետևում են ճանապարհաշինարարների աշխատանքին, իրենց մտահոգող հարցերը ներկայացնում շինարարության պատասխանատուներին։ Տիկին Աննան անհանգստանում է, իրենց սեփական տան մուտքի մոտ մայթը բարձր է նախագծել, անձրևաջրերը կարող են լցվել։ Բացի դրանից տանը տարեց մարդ է ապրում։ Բորդյուրը մեր հատակից բարձր է։ Տեսա լուծում պիտի ստանա։ Տանը ապրում է 86 տարեկան կինը։ Կարող է մեզ պետք է ինվալիդնի կալասկա, Աստված հասրակ պահի դրան չհասնենք։ Լուբոմ случай մեծերը դժվար են, չեք հայրում, բարձանում, անենց պիտի անենք լրիվիս հարմար լինի։ Մենք շնորհակալ ենք, որ բարելավում է, մենք շատ ուրախ ենք մեր կառավարության որոշումից։ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ու ճանապարհաշինության պատասխանատու Վարդան Հովհաննիսյանն են խառնվում զրույցին, խնդրի մասին տեղյակ են։ Կամ բոլոր ձեր հարցերի պատասխանները տվել ենք, ենթադրյալ լուծումները եւ կատարում ենք դրանով առաջնորդում ենք։ Հիմա խնդիրը ինչումն է, մի հատ որպես բնակիչ ասեք հասկանամ։ Բոլոր տների դիմացը լինում է այդպես բաներ։ Մենք այս մարդիկ ասել եք, պայմանավորվել եք, ասեմ եք այդ հարցերը սաղ վերցնում եք մեր վրա անելու եք։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի համակարգված աշխատանքի շնորհիվ մարզում շատ ծրագրեր կյանքի են կոչվում պետություն համայնք միջազգային կառույց համագործակցության արդյունքում։ Դրանցից է նաև Ագարակի փողոցների հիմնանորոգման ծրագիրը։ Ունենք սոցիալական ծրագրերը, որոնք հիմնվել եւ շարունակում են գործել։ Մենք համայնքային ենթակառուցվածք ունենք, որոնք արդեն բարելավված են եւ իհարկե բնակիչներն օգտվում են արդեն բարելավված ենթակառուցվածքներից։ Ծրագրերը բազմապիսի են ու բազմավեկտոր, այստեղ համատեղվում է նաև պետություն, միջազգային կառույց, համայնք, համագործակցությունը, քանի որ երբեմն ծրագրերը եւս խաչվում են եւ պետական աջակցման ծրագրերին որևէ կոմպոնենտով նաև աջակցում է միջազգային կառույց։ Եվրոպական միության եւ ավստրիական զարգացման գործակալության Սյունիքի վերականգնման, դիմակայունության եւ զարգացման ծրագրի շրջանակում Ագարակի նորոգվող փողոցների կոյուղու արտաքին ցանցի կառուցման համար տրամադրվել է մոտ 24 միլիոն դրամ։ Ի աջակցություն Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրի 7 փողոցների վերանորոգման եւ ասֆալտապատման Արցիդուց ծրագրի շրջանակներում տրամադրել ենք շուրջ 3.8 կիլոմետր երկարությամբ 200 մմ տրամագծով կոյուղատար համակարգի համար նախատեսված խողովակներ եւ թվով 76 դիտահորեր իրենց ծածկերով։ Էմիլ Ադամյանը նույնպես այս փողոցում է բնակվում, ասում է շուտով ընտանեկան բյուջեն կխնայի, այլևս հարկ չի լինի ավտոմեքենան հաճախ նորոգման տանել։ Ավտոյունացողները գիտեմ ինչ ա եղել այս փողոցի վիճակը, ասֆալտը ոնց ա եղել, ինչ ձև է։ Հիմա ասֆալտապատում են շատ օրիգինալ ձևով, միջազգային ստանդարտներին համապատասխան հələ։ Մի փոքր համբերություն եւ շատ շուտով Ագարակի բնակիչները կունենան բարեկարգված ու հարմարավետ համայնքային ենթակառուցվածքներ։ Շաբաթօրյա կազուտ մաքրության միջոցառում չէ, այն գիտակցում եւ մշակույթ է, որը բնակչության մեջ սերմանում է հոգատարություն ու պատասխանատվություն շրջակա միջավայրի հանդեպ, ասել է Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցությանը, անդրադառնալով եկող կիրակի ապրիլի 26-ին կայանալիք համամարզային շաբաթօրյակին։ Հանդիպմանը ներկային մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, ուժային կառույցների, պետական մարմինների, մարզային ստորաբաժանումների, առողջապահական հիմնարկների ներկայացուցիչներ, քննարկվեցին միջոցառման կազմակերպման հարցերը, ներգրավող ուժերն ու տեխնիկական միջոցները, ինչպես նաև տարածքների բաշխման եւ պատասխանատուների նշանակման հետ կապված խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց աղբանության կազմակերպմանը, անհրաժեշտ տեխնիկայի եւ գույքի ապահովմանը, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանմանը։ Արձանագրվեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում աշխատանքները պետք է իրականացվեն հավելյալ աշխատուժի օժանդակությամբ եւ մասնագետների ներկայությամբ։ Ապրիլի 26-ին կայանալիք համամարզային շաբաթօրյակում պատասխանատուները ակնկալում են բնակչության ակտիվ մասնակցությունը։